Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասի զոհված ազատամարտիկներ փողոցի տարեց բնակիչներն անգամ այս փողոցում հիմնանորոգման աշխատանքներ կատարող տեխնիկա չեն հիշում, բայց վերջին մի քանի օրերին այստեղ շինարարական եռուզեռ է, եւ չնայած աղմուկին ու այլ անհարմարություններին, բնակիչների համար այս վիճակը հաճելի է։ Շուրջ 1200 մետր երկարությամբ փողոցի հիմնանորոգումը շուտով կավարտվի։ Մենք խորի ու տնի ցեխի մեջ կորուկին ասված էս առողջություն, հաջողություն տա այս կազմակերպողներին, որ բերին կազմակերպին մեր փողոցը լրիվ ասֆալտապատած, տնական լավ շնորհքին գործակատարած, օբրեն իրանք շնորհակալ ենք։ Զոհված ազատամարտիկներ փողոցը հիմնանորոգվում է Գավառի 2026 թվականի սուբվենցիոն ծրագրերի շրջանակում։ Կառավարություն համայնք գործակցության արդյունքում իրականություն է դառնում այս փողոցի բնակիչների երազանքը։ Նրանք եւս կունենան բարեկարգ պայմաններով երթևեկելու հնարավորություն։ 111 միլիոն 186 հազար դրամ արժեցող ծրագրի համար համամասնորեն ֆինանսական հատկացումներ են նախատեսված պետական եւ համայնքի բյուջեներից։ Մեր փողոցը եղել է անմխիթար վիճակում։ Դիմել ենք մեր քաղաքապետարանին, մեզ ընդառաջել է մեր փողոցը վերանորոգում են։ Մենք շնորհակալ ենք թե կառավարությանը, թե քաղաքապետարանից։ Աշխատանքները կատարվում են բարձր որակով։ Մենք շնորհակալ ենք ճանշինից եւ բոլոր աշխատողների ազնվականից եւ ձեզանից։ Փողոցի շինարարությունն իրականացվում է ճանապարհաշինական համապատասխան չափանիշներով 2050 քառակուսի մետր մակերեսով առկա հիմքի քանդումից հետո կատարվել է ավազակովճային նախաշերտի խճային հիմքի տեղադրում, բիտումի տարածում եւ ասֆալտապատում։ Անհրաժեշտ հատվածներում տեղադրվել են նաեւ մետաղե ճաղավանդակներ եւ բետոնե ջրատարներ։ Նախատեսվում է նաեւ փողոցի գծանշում եւ կահավորում։ Ալվարդ Մանուկյան, Սարգիս Ալավերդյան, Քյավառ հեռուստաընկերություն, Գեղամա օր։